Պարոն Բոզոյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ այսպես Նորընտիր ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները, մենք անպայման կխոսենք այդ աշխատանքներից եւ ընդհանուր այնտեղ տիրող իրողություններից, բայց տեսնում ենք, որ այս իշխանության ներկայացուցիչ օրինակ իդեմս Ռուբեն Ռուբինյանի երբ խոսում են հանդիմության հետ զրոյական կետից սկսելու մասին հարաբերությունները, բարեպաշտության կոչ են անում, էթիկայի նորմերի ստանդարտներում աշխատանքը իրականացվի, բայց մի իշխանություն է այս իշխանությունը, որի օրոք մարդիկ անգամ ստատուս գրելու համար են բանտվում, բացարձակ տերոր է իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ եւ այս օրերին շարունակում են մեր հայրենակիցները Հայաստանի բանտերում պահվել ամենասարսափելի պայմաններում։ Իդեմս Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Աշոտ Մինասյանի Աշոտ երկաթի կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ Կխնդրեմ գանք նորից պարոն Թևանյանի գործից ինչ փուլում է, ինչ ընթացք է եւ գիտեմ, որ ընդհանրապես կապ չկա, հետը միայն փաստաբանն է հանդիպում նրան, որովհետեւ պահում է ամենադաժան պայմաններում։ Համեցեք։ Տեսեք, արդեն ռեժիմի թեթևակի փոփոխություն կար, բայց 2 շաբաթ առաջ դատարանը համաձայնվեց, որպեսզի Թևանյանի այս առողջական վիճակի հետ կապված ստուգումներ անցկացվեն առողջապահական կազմակերպություններից մեկում, բայց 2 շաբաթ է, ինչ այս խնդիրը չի լուծվում բյուրոկրատական, այսպես ասած, բաներով խոչընդոտների պատճառով։ Երբ մենք կարծում ենք, որ այդ բյուրոկրատական խոչընդոտները միայն բյուրոկրատական բնույթ չեն կրում, որը իմ համար զարմանալի է, որտեղ դա առողջության հետ կապված խնդիր է, ոչ թե այլ հարց։ Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, ապա փաստացի փաստաբանները փորձում են դիմել փաստացի վերաքննիչ դատարան, բայց պարզվում է, որ ոչ մի դատավորի հնարավոր չի մակագրել, որովհետև բոլոր դատավորների մեծ մասը այսօր արձակուրդում էր, այսինքն հենց Արեգնազ Մանուկյանի պահը գալիս է, միանգամից դատավորները փախնում են արձակուրդ։ Սա ինչի մասին է խոսքը, էլի։ Սա զրոյական կետի մասին է խոսքը կամ հանդուրժողական հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն այս մարդկանց խոսքն ու գործը այնքան տարբեր են, որ ուղղակի ասելու բան չի, էլ չասեմ, որ այն անմարդկային պահվածքն ու մթնոլորտը, որ կա այսօր Հայաստանում, ուղղակի սահմաններ չունի եւ մեղմ ասած այս իշխանությունների գործը, խոսքը զրոյական արժեք ունի եւ զրոյական կետից սկսելը իրենց համար կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որովհետեւ իրանք բոլոր հարցերը մեզ զրոյական կետից սկսում եւ ավարտում են այնպես, ինչպես ավարտեցին Արցախի հարցը։ Հիմա գանք մյուս հայտարարություններին, այսօր Հաջիևը ինչ է հայտարարել, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է դուրս գա Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը։ Ավելին մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ։ Կխնդրեմ այս պահանջին նորից անդրադառնաք, փաստ, որ ընտրություններից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է սասկացնել այս թեման։ Մեր հասարակության համար սա արդեն նորություն չի, նորությունը կայանում է այն բանում, որ Ադրբեջանը փաստորեն Թուրքիայի ամնից էլ արդեն պահանջներ դնում։ Սա ցույց է տալիս այն հանգամանքը, երբ որ իշխանությունը ասում էր, որ մենք պետք է բարձրացնենք մեր պետականության սուվերենությունը եւ փաստացի ռուսների հետ հարաբերությունները փչացնելով թմբկահարում էին այն գաղափարը, որ Հայաստանը մեծացնում է իր սուվերենությունը, պարզվեց, որ ռուսների տեղը Հայաստանի կախվածությունը սկսում է անկապներով մեծանալ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եվ կարծում եմ, որ մեր ժողովուրդը դեռ չի հասկացել, թե ինչ է նշանակում կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Մոտ ժամանակներս, երբ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես արդեն կքանդվեն, այդ ժամանակ ժողովուրդը արդեն կառավարվի իրականության հետ, թե ինչ է Իրանից ներկայացնելու Հայաստանի սովորենության չափն ու աստիճանը, այդ ժամանակ արդեն մարդիկ կհասկանան, բայց արդեն կարող է ուշ լինի։ Ազգային ժողովում, երբ դեռ տեխնացու ազգային ժողովի նախագահի տեխնացու Ռուբեն Ռուբինյանին հարց են ուղում հստակ Տիգրանաշենի հետ կապված, երաշխավորում եք, որ լինելով իշխանություն Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն, շարունակում է ինքը չի հերքում ըստ էության, ավելին շարունակում է խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տերն են իրենք 29743 քառակուսի կիլոմետրով ըստ էության, այսինքն Տիգրանաշենը այդ կազմի մեջ չի մտնում։ Պարոն Բոզոյան, պետք է խնդրեմ մանրամասն բացատրեք, ինչ է նշանակում Տիգրանաշենի հանձնումը։ Տեսեք, ես մի բան ասեմ, ընդհանրապես արդեն սանկցիացված խնդիրներ են։ Իրանք չեն էլ թաքցնում, որ բոլոր անկլավները հանձնելու են Ադրբեջանին։ Փոխարենը հայտարարում են, որ իրանք վերադարձնելու են մեր անկլավը, Արցվաշենը, բայց բոլորի համար պարզ է, որ ոչ մի Արցվաշենը չի վերադարձվելու Հայաստանին։
եւ ջերմուկի այդ մոտակայքի հետ 240 կիլոմետրանոց տարածքը նույնպես չի վերադարձվելու Հայաստանին։ Դա բոլորի մասին գիտեն, Ադրբեջանն էլ գիտի, Հայաստանն էլ գիտի, մեր ժողովուրդն էլ գիտի։ Պարզապես արդեն մարդիկ սկսել են արդեն համակերպվել այս նորությունների հետ եւ ես կարծում եմ, եթե շարունակվի, հասարակությունը սկսի համակերպել արդեն բոլոր զիջումների հետ, ինչը հասկանալի է, որովհետեւ երբ որ Հայաստանի քաղաքական վերնախավը իրական այլընտրանք չի կարողանում առաջարկել, մարդիկ սկսում են համակարգվել եղած իրականության հետ, իսկ եղած իրականությունը շատ տխուր իրականություն է, որովհետև այս իշխանությունը փաստացիորեն ինքը չունի այլևս ռեսուրս դիմադրելու որևէ մեկին, ինքը գնալու է զիջումների, որպեսզի պահի սեփական իշխանությունը, շատ պարզ խնդիր է։ Այդ ճանապարհով ժամանակին խորհրդային միության ժամանակ գնաց Գորբաչովը, երբ որ ինքը կորցրեց իր հեղինակությունն ու հենարանը երկրի ներսում, սկսեց հենարան մանգալ երկրի դրսում եւ դրա արդյունքում Իրանից զիջումներ էին պահանջում խորհրդային միությունից, այդ զիջումները ստացավ, վերջնարդյունքում խորհրդային միությունը փլուզվեց։ Գորբաչովը իհարկե բարեհաջող սկսեց իր կարիերան երկրից դուրս, բայց խորհրդային միություն գոյություն չունի։ Հիմա նույնը կատարվելու է Հայաստանի հետ կապված։ Այդ զիջումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը կրկնելու է Գորբաչովի ճակատագիրը, որի արդյունքում Հայաստանը կարող է փլուզվել, բայց ինքը անձամբ կարող է արտասահմանում նորմալ գոյատևել եւ ապրել։ Սա նույնպես եմ ասում, այն տխուր կանխատեսումն է, որը իմ համար գոնե տեսանել է այս բայդրությամբ եւ հերանեկարում որևէ խոչընդոտ չկա, թե ինչի պետք է չլինի այս սցենարը։ Ինչ է նշանակում Տիգրան Աշենի հանձնումը, պարոն Բոզոյան։ Դեք ծեծված խնդիրը արդեն բոլորի մասին խոսում են, ավելա նոր կրկնեմ այդ իմաստ չունի կրկնել այդ նույն բանը, հասկանալի պատճառներով մենք չունենք այս բայդրությամբ ալտերնատիվ ճանապարհներ, որպեսզի կարողանանք կապել հարավային Հայաստանը կենտրոնական Հայաստանի հետ։ Տիգրան Աշենի հանձնումը կնշանակի բավականին լրջագույն խնդիրներ Հայաստանի կոմունիկացիաների իմաստով, բայց Տիգրան Աշենի հարցը չի սա։ Սա միայն Տիգրան Աշենի խնդիր չի, մեր ժողովրդին հրամցրել են, սովորեցրել են հողային խնդիրները, բայց չեն հասկանում, որ մենք պետություն ենք կորցնում։ Այսինքն այնքան են մարդկանց սովորացրել, որ այս հողն են հանձնում, այս գյուղն են հանձնում, այս բանն են հանձնում, որ մարդկանց մոտ մտածել է այն գաղափարը, որ լավ, հիմա հողն են հանձնել, հիմա զատո մենք Երևանում հանգիստ կապրենք։ Այդ գաղափարը կործանարը եղել մեր ժողովրդի համար, որտեղ եթե դու ներկայացնում ես, որ հողը հանձնում ես, տարածքը հանձնում ես, այս բանը հանձնում ես, մարդիկ սկսում են հարմարվել եւ ալտերնատիվա չեն տեսնում, մարդիկ սկսում են հարմարվել, հա Տիգրաշյանը կհանձնեն, մի հատ ուրիշ ճանապարհ կգտնեն, վաղը մյուսը մի հատ ուրիշ գյուղ կհանձնեն, քաղաք կհանձնեն, էլի ճանապարհ կգտնեն։ Դա այդ մտածողությունով հրամցնել հասարակությանը, որ մարդիկ սկսեն համակերպել, դա ճիշտ մոտեցում չի։ Դու պետություն ես կորցնում, պետական համակարգն ես կորցնում։ Այն պատկերացումը, որ Ադրբեջանը ուզում է Հայաստանի ինչ-որ տարածքներ վերցնել, դա սխալ պատկերացում է։ Ադրբեջանը ամբողջ Հայաստանն է ուզում վերցնել, հասկանում եք, բայց ամբողջ Հայաստանը վերցնելը խոմ տես չի նույնիսկ իրանք տանկերով կան վերցնեն։ Սա նույնիսկ եմ կրկնում, սրա փուլային տարբերակով ագնալու, որպես ինքը կարողանա վերցնի, դու պետքա ինքը կարողանա կազմաքանդի հայ-ռուսական հարաբերությունները, կազմաքանդի Իրանի հետ կապված խնդիրը, այսինքն ինքը այդ խնդիրը պետք է լուծի։ Իսկ հիմա որ գնում է Հայաստանի հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդմանը, դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Չի խոսում, որովհետև մեր ժողովուրդը սովորա պարզունա խնդիրների հետևից գնալ։ Տիգրան-Աշենա, չգիտեմ, Կիրանցա, վաղը մյուս օրը տենց հարց կլինի, բան, էդի պարզունա խնդիրներ են, որ տեսանելի խնդիրներ են, բայց ավելի խորքային խնդիրներ, որ հասարակության ավելի լուրջ հետաքրքրություն կա, երբ որ մարդիկ օրակարգի վրա ապրելու խնդիր ունեն, հարաբերվելու խնդիր ունեն, Հայաստանի տնտեսական կազմաքանդի, դրա մասին ոչ մեկ չի խոսում, մեր քաղաքական վերնախավը դրա մասին կխոսի այն ժամանակ, երբ որ սկսի քանդվել Հայաստանի տնտեսությունը, բայց տենց այդպես վերնախավը ոչ մեկին պետք չի։ Վերնախավը պետք է կարողանա կանխատեսի սցենար ներկայացնի, որպեսզի ժողովուրդը իր հեռանկարում տեսնի, թե ինչ վտանգներ կարող են լինի Հայաստանում, որպեսզի կարողանա կանխի։ Մեզ հետաքրքիր չի, թե մենք ստատիստիկ դեր պետք է կատարենք Հայաստանի կազմաքանդման, մենք պետք է անենք, որ կարողանանք կանխենք այդ process-ը։ Սա է ամենակարևորը։ Իմիջիալոց, երբ ասում եք, որ պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության կորստի առջև ենք մենք կանգնելու եւ Ադրբեջանը այսպես տարածքներ չի ուզում, այլ ընդհանրապես Հայաստանի չգոյությունն է ուզում, Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովում ասում է, մեր տղաները զոհվեցին, որ մենք այսօր ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում այս նիստը անցկացնենք։ Սա ինչի դրսևորում է։ Գիտեք, ես ասեմ հետեւյալը, երբ որ հասարակության մեջ ոչ մի գաղափար չկա, բովանդակություն չկա, օրակարգ չկա, ոչ մեկի ոչ մի օրակարգ չի վեր, սկսում են մարդիկ տավտոլոգիաներով իրար պատասխանել։ Տավտոլոգիաներ են դրանք։
Այդ տավտոլոգիաները ոչինչ չեն ասում, հասարակ մարդը արդեն տեսնելով թե ինչ մակարդակի է գնում այդ քննարկումը, ինքը չէ հետաքրքրում է այդ քննարկումը։ Մարդիկ իրենց կենցաղային կյանքով են ապրում։ Հիմա ազգային ժողովի քննարկումները պարզ մի հատ հարց տամ, քեզ հասարակության որ մասն է հետաքրքրում, ոչ մեկին, որտեղ այդ բովանդակություն չկա այդ քննարկումների մեջ, լուրջ մակարդակի օրակարգ չկա։ Էսա խնդիրը։ Այսինքն իրականում Հայաստանի արժև օրակարգերը դրված են, բայց դրա մասին տեղյակ չի հասարակությունը։ Իրական օրակարգը կայանում է նրա մեջ, որ Հայաստանը մոտավորապես 4-5 ամսվա ընթացքում կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնի, շատ լուրջ, բայց դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Ես ասում եմ շատ կոնկրետ, ախր դա գաղտնիք էլ չի, դա պարզ խնդիր է։ Ուրեմն ՀԱՊԿ-ի 4 երկրները առաջարկել են, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի Հայաստանի ապագայի վերաբերյալ ԵՄ-ի եւ ՀԱՏՄ-ի հետ կապված։ Այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է, հետո այսինքն մտի մարտիկ սպասեն, որ դեկտեմբեր ամիսը գա, որ հետո ժամանակ մարտիկ արդեն գոռալ ասեն, որ գիտեք ինչ ժողովուրդ խնդրեմ կա, դա թքած այդ վերնախավին, որ այդ վերնախավը պետք է 4 ամիս սպասի, խոսա հիմա, չգիտեմ, Իրանցի կամ բանի մասին, որոնք այսօրվա օդի մեջ են, բայց առարկայական խնդիրների մասին չխոսա։ Այդ է խնդիրը։ Իրականում վաղը մյուս օրը Հայաստանը կանգնելու է կատաստրոֆայի առաջ։ Կատաստրոֆան դա նշանակում է, որ տնտեսական փլուզման առաջ է կանգնելու, որտեղ քո երկրի արտաքին շրջանառությունը 21 միլիարդից մոտավորապես 10-12 միլիարդը այս կամ այն չափով կապված է, շահկապված է ՀԱՏՄ երկրների հետ։ Սա իրականությունն է, հասկանում ես, ի՞նչն է խնդիրը։ Եթե դու կազմաքանդում ես այս համակարգը, Հայաստանի տնտեսությունը անխուսափելի փլուզվում է, եթե դրան գումարում ես նաև էներգետիկ ճգնաժամը, եթե գազի գինը բարձրանա 3 անգամ, դու պատկերացնում ես Հայաստանը ոնց է, դա է իրական օրակարգը, դրա մասին ով է խոսում։ Եթե գազի գինը 3 անգամ թանկանա, օբյեկտիվորեն դու հայտնվելու ես Ադրբեջանի մեշոքի մեջ, այդ ժամանակ արդեն կառաջանա ադրբեջանական գազից կախվածությունը, որից հետո արդեն կառաջանա 300,000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը, կառաջանա տարածքների վերադարձի խնդիրը, բայց դա արդեն հետագայի խնդիր է։ Մենք հիմա իրական խնդիրները թողած հետագայի վիրտուալ խնդիրների մասին քննարկում ենք, որի արդյունքում հասարակությունը իներտ հետևում է այս ամեն ինչին եւ չի հասկանում թե իրան ինչ են հրամցնում։ Այս տավտոլոգիան, որ քննարկում են եւ իր այդ վիճաբանում է, դա դատարկություն է, դրա մեջ բովանդակություն չկա, նյութ չկա, սա է խնդիրը։ Պարոն Փոզյան, 300,000 ադրբեջանցիներից խոսեցիք, բայց նույն այդ ԿՊԱ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը դեռ ընդդիմությանն է ասում, ձեր քթերից բերելու ենք, որ 300,000 ադրբեջանցիների գալով ահաբեկում եք ժողովրդին, բայց տեսնում ենք, չէ՞ որ Ադրբեջանը մանավանդ ընտրություններից հետո էլ ավելի է սաստկացնում այդ թեման։ Տեսեք, հարցը ինչի մեջ է, ես ասեմ հետեւյալը, 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց չկա այս պայմանությամբ։ Ինքը որ ասում է այդ խնդիր չկա, ինչ որ իմաստով տրամաբանական է, բայց հիմա չկա։ Եթե դու հիմա, եթե քո հասարակությունը չի քննարկում քո երկրի զարգացման ինչ հեռանկարով պետք է զարգանաս, դա կառաջանա։ Եթե դու չունենաս դաշնակիցներ, 300,000 չէ, 3 միլիոն ադրբեջանցու հարց է կառաջանա։ Դու հիմա կանգնած ես քո անվտանգային համակարգի փլուզման առաջ։ Սա ամենակարևորն է, որ մենք բոլորս հասկանանք, այստեղ առաջնային խնդիրը ոչ թե 300,000 ադրբեջանցիների վերադարձն է, առաջնային խնդիրը Հայաստանի անվտանգային եւ տնտեսական համակարգի փլուզման խնդիրն է։ Ամենակարևորը սա է։ Մենք գիտես, ես սենց ասեմ, մեր հասարակության մեջ սովորենք հեշտ խնդիրները վերցնենք ու ամենը փորձում է իր պոպուլիստական էլեմենտով տարածի, որպեսզի ժողովրդի մեջ ինչ-որ խայծ ստանա։ Դա ճիշտ մոտեցում չի։ Առաջնային նույնպես եմ ասում 300,000 ադրբեջանցու հարց է կառաջանա այն ժամանակ, երբ որ Հայաստանը դուրս գա ՀԱՏՄ-ից կամ իրան հանեն ՀԱՏՄ-ից, ինքը չունենա արդեն գազի գնման այլընտրանք, ինքը ստիպված կախվածության մեջ հայտնվի ադրբեջանական գազից, որտեղ ուրիշ գազ հնարավոր չի ստանալ։ Այդ ժամանակ կառաջանա 300,000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը։ Հիմա այդպիսի խնդիր չկա, որովհետև այդպիսի սիտուացիա դեռ չկա, բայց դա սրընթաց գնում է 4-5 ամիս հետո դա առաջանալու է։ Հիմա ինչ պետք Մարիամ ջան, ես ուրիշ բան եմ ասում, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ որոշումներ կայացնի, իրան պետք է ճիշտ մեսիջներ տալ։ Մեր քաղաքական վերնախավը ճիշտ մեսիջ չի տալիս։ Ինքը փոխանակ խնդիրը առարկայական այսօրվա հարցերը դնի, որ կա վտանգ, Հայաստանի տնտեսական փլուզման վտանգ կա, Հայաստանի անվտանգային փլուզման վտանգ կա, որովհետև այդ վտանգները մեզ սպասել են մինչև դեկտեմբեր-հունվար ամիսները։ Այս խնդիրները ակտուալ են, այդ խնդիրները որ չլուծվեցին, այնօր կառաջանա արդեն 300,000 ադրբեջանցիների հարցը։ Բայց քանի որ հասարակ մարդուն միգուցե դժվար է բացատրել, բայց հեշտ է ադրբեջանցիներով վախացնել, միանգամից գալիս է այդ օրակարգի, դրա մել ԿՊԱ-կանը տենց բանա պատասխանում։ Սա է հարցը։ Այսինքն մենք որպեսի
կարողանանք այլընտրանք առաջարկենք ԿՊ-ին, մենք պետք է լուրջ մոտենանք, մենք անլուրջ ենք մոտենում, հետո զարմանում ենք, թե ինչի է ԿՊ-ն անընդհատ վերարտադրվում։ ԿՊ-ի վերարտադրությունը ուղղակիորեն պայմանավորված է այլընտրանքի բացակայությամբ, իսկ այլընտրանքի բացակայության ավտոմատ բերում է նրան, որ ԿՊ-ն սկսում է ավելի լկտիանալ, բեռնաճնշումները ավելի ուժեղանալ, ավելի բոլոր իմաստներով, ասենք, պետական համակարգի մամլիչը ավելի կոշտ աշխատացնել, շատ պարզ խնդիր է։ Դրա կանգնեցնելու մի ձև կա, մի ձև ունենալ այլընտրանք, որպես այդ այլընտրանքը հնարավոր լինի կանխել այդ բանը ԿՊ-ի ուժեղացումը, որտեղ ԿՊ-ի ուժեղացման տրամաբան վերջնա արդյունքը կլինի այն, մենք որ կորցնենք մեր համատանգային համակարգը, կորցնենք մեր տնտեսական համակարգը եւ կառաջանա այն խնդիրները, որ դու ասում ես, որի մասին խոսում են մեր այսօրվա անդիմադիր վերնախավի ներկայացուցիչները։ Սա է հարցը։ Սրան զուգահեռ այս անվտանգային խնդիրների հապկում Հայաստանին ձայնի իրավունքի ձեռքելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ Կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչն է ասել։ Վասիլևը Ռեանովեսին ասել է, որ հարցի քննարկումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊ քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Ինչի է հանգեցնելու սա։ Սա Ռուսաստանը պատրաստում է վերջնականապես խզել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր առումներով։ ՀԱՊԿ-ի մակարդակով, քաղաքական մակարդակով, տնտեսական մակարդակով, անվտանգային համակարգով։ Սա ես ասում եմ, որ բոլորը իմանան դրա մասին, բայց դրա մասին մենակ ես պետք է չասեմ, քո քաղաքական վերնախավը պետք է ասի, քաղաքական վերնախավի լիդերները պետք է ասեն, որպեսզի մարդկանց հասնի այդ տրամաբանությունը։ Մարդիկ չեն հասկանում ինչա կատարում։ Երբ որ մարդիկ բարձրացնում են 300,000 ադրբեջանցիների խնդիրը, դա վիրտուալ խոսակցություն է։ Դատարկ խոսակցություն է, որտեղ այս պայծառությամբ այդ խնդիր չկա իրականում։ Կա վտանգ Հայաստանի անվտանգային խնդիրի փլուզման, եթե Հայաստանի անվտանգային համակարգը փլուզվեց, ոչ թե 300,000 ադրբեջանցի, 3 միլիոն ադրբեջանցիների հարց կառաջանա։ Սա է խնդիրը, այսինքն հերթականությունը պետք է մարդիկ հասկանան, բայց քանի որ մարդիկ չեն ուզում զբաղվեն քաղաքականությամբ, մարդիկ մտածում են, որ հեշտ խնդիրներով կարելի է մարդկանց հրամցնել եւ բան զբաղեցնել, արդյունքը ստացվում է այն, որ կա բանը մեր ամբողջ մեր քաղաքական դաշտում գոյություն չկա բովանդակություն, կա պրոստը ոնց ասեմ, վերացական, պոպուլիստական իրար խփոցի, որից ոչ մեկ չի շահում, հասարակությունը չի շահում դրանից։ Սա է խնդիրը։ Տնտեսության հետ կապված աղետալի վիճակի հասցված տնտեսությունը հիմա ըստ էության Փաշինյանը նույն ձև է խաղացնում, ինչպես ՀԱՊԿ-ի ժամանակ էր ասում, հիմա ՀԱՊԿ կա թե չկա, հիմա անդադ ասում է ԵԱՏՄ-ն կա թե չկա, ու այս իրականության մեջ, երբ որ ինքը խոսում է, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է լինելու, եթե այս հարցին լուծում չտրվի, ինչը տեղի ունենալու իրականում կամ ինչը տեղի ունենում։ Երբ որ Իրան վռնդում է ԵԱՏՄ-ից, ինքը պետք է հայտարարի, որ դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է։ Երբ որ դու մի հատ կառույցից մեկին վռնդում ես, այդ վռնդվողը պետք է բնականաբար անեծք տա, չէ՞, ասենք այդ կառույցին շատ པարզ խնդիր է։ Դա ոչ մի կապ չունի իրականության հետ բնականաբար, պարզապես ինքը որպեսի արդարացնի իր պրավալը, իր այս երկրի փլուզման գործընթացը, ինքը փորձելու է պատրակցի Ռուսաստանի, ոնց որ Ղարաբաղը հանձնում գցեց Ռուսաստանի վրա, ոնց որ ՀԱՊԿ-ը գցեց Ռուսաստանի, ինքը բոլոր հարցերի մեջ մեղավորներ է ման գալիս։ Մեղավորների մի մասը ներքին ընդդիմությունն է, մի մեղավորների մի մասը Ռուսաստանն է։ Վաղը մյուսը կարող է Միացյալ Նահանգներն է մեղավորներ, բայց դա արդեն էական չի։ Ադրբեջանը կարող լինի, Թուրքիան կարող լինի, բայց նույնպես եմ կրկնում, երբ որ մարդու ձեռքը չեն բռնում, երբ որ մարդը ինքը այլընտրանք չի ունենում, հակակշիռ չի ունենում, ինքը ինչ ասես հորինում է։ Օ բանը պահի տակ ցանկացած գաղափար կարող ասի։ Անդորում 3 կարա մի բան ասի, այսօր կարա մյուս բան ասի, երրորդ օրը կարա լրիվ հակառակ բան ասի։ Ինչ-որ մենք տեսնում ենք ականատես ենք բոլոր հարցերի շուրջ։ Այսինքն այդ մարդու մտքերը վերլուծելը անիմաստ բան է, որտեղ ինքը կարա օրվա մեջ մի քանի անգամ տարբեր մտքեր ասի։ Բայց մարդու մտքերը շատերը իրականություն են դառնում եւ դա մեզ վրա շատ ծանր։ Բայց դա իրականություն դառնում է այն բանի պատճառով, նույնպես եմ կրկնում, երբ որ չկա հակակշիռների համակարգ մենք չկարողացանք սարքենք։ Մեր քաղաքական վերնախավը պարզվեց, որ չկարողացավ կոնսոլիդացվի եւ կարողանա այն ինչ որ մեր հասարակությունը սպասում էր հունիսի 7-ին, դա ցավոք սրտի չստացվեց, որովհետեւ մեր քաղաքական վերնախավը չկարողացավ կոնսոլիդացվել, կլանային անձնական խնդիրները իրանց ավելի բարձր գնահատեցին, քան հանրային գաղափարը, որի արդյունքում ընդդիմությունը կարելի ասել պարտվեց, ճիշտ է, կեղծիքներով գնաց ընտրությունները, բայց ընդդիմությունը պարտվեց եւ իշխանությունը վերարտադրելով հիմա փաստորեն երկիրը տանում է այն ճանապարհով, ինչպես որ մենք կանխատեսել ենք եւ գիտենք։ Եվ եթե հիմա խոսենք ավելի թվերի լեզվով, պարոն Բոզյան,
Այո, տնտեսությունը կոլապսի մեջ է, շուկան փակ է, ռուսական շուկան փակ է, այլ ընտրանքային շուկա գոյություն չունի, եւ ի վերջո շատ հիմնավոր հարց են տալիս նույն Նիկոլ Փաշինյանին։ Դե եթե սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է լինելու, երբ որ դուք ասում եք, որ նույնը Գևորգ Պապայանն էր, էլի, ասում ենք ԵԱՏՄ-ի անդամ երկիր ենք, չենք ուզում ԵԱՏՄ-ն կործանվի կամ չգիտեմ նմանատիպ հայտարարություն, բայց եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչու է այսքան վատ, ինչու եք զանգել Ռուսաստանի նախագահին եւ ինչու եք խնդրում շուկայի կարգավորում։ Մարամ շատ པարզ, որովհետեւ նույնիսկ եմ ասում, արի չկրկնենք իրանց այդ օրակարգի խնդիրները, որ ԵԱՏՄ-ին փլուզ բլու մասին ժողովուրդ ջան գիտես։ Մենք կրկնում ենք հիմարությունը։ Պարոն Բոզյան, իրենք համոզում են ժողովրդին, որ ժողովուրդ ջան գիտես, հեսա քո վարդերը Հոլանդիա են գնում։ Գիտես, որ հեսա Ծիրանը, փչասը Ծիրանը Իսպանիա են տանում։ Արտաքին առևտրի ամբողջ ծավալը անցյալ տարի 25 թվականի դրությամբ կազմել է 21 միլիարդ դոլար։ 21 միլիարդ դոլարից 7.6 միլիարդը եղել է Ռուսաստանի հետ, որից մոտ 3 միլիարդը մենք արտահանել ենք Ռուսաստան, 4.5 միլիարդը Ռուսաստանից եկել է Հայաստան։ Դրանից բացի 2.5 միլիարդ Չինաստանի հետ է եղել, 2 միլիարդ եղել է Էմիրատների հետ, բայց այդ առևտրի առյուծի բաժինը եղել են ռուսական կապիտալով շրջանակները։ Այսինքն ԵՄ-ի հետ մեր շրջանառությունը կազմել է 2.5 միլիարդ դոլար, որից մեր արտահանումը կազմել է մոտավորապես 400-ից 450 միլիոն դոլար։ Այսինքն Հայաստանը, Եվրոպա արտահանում է ընդամենը 400-450 միլիոն դոլարի ապրանք։ Եվ ընդդից ստանում է մոտ ավելի քան 2 միլիարդ դոլարի ապրանք, 21 միլիարդից։ Հիմա թվերը բոլորի համար պարզ է, չէ՞, որ դու չես կարա 400 միլիոնը սարքես, չգիտեմ, 5 միլիարդ կամ 6 միլիարդ, չի կարա տենց բան լինի։ Բնության մեջ տենց բան չի կարա լինի։ Ոչ մի երկիր չի կարացել Եվրոպա արտահանի։ Չինաստանը կարողացավ մի կերպ մտնի եվրոպական շուկա, այնել մեծ աղմուկ կա հիմա Եվրոպայում, ոչ մի լուրջ երկիր չի կարող տենց, մանավանդ Հայաստանի նման երկիր են, ընդհանրապես լուրջ թվերի մասին խոսել, որ ինքը կարա եվրոպական շուկա մտնի, անիմաստ է դրա մասին խոսել, պրոստը անլուրջ է, այդքան բան կարամ ասել։ Դրա համար էլ իշխանությունները խոճապի մեջ են, պանիկայի մեջ են, իրանք վախեցած են, իրանք շատ լավ հասկանում են ի տարբերություն մեր մյուս քաղաքական շրջանակներից, շատ լավ հասկանում թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը, եւ այդ խոճապը իրանք վախերը իրանք մեջ հիմա ուտում է եւ իրանք չգիտեն թե այդ խնդիրը ոնց լուծեն։ Փորձում են համոզել ռուսներին, որ եկեք բան անենք, հիմա փորձել են ամեն ինչ անել, որպեսզի կարողանան կանգնացնել, որտեղ շատ գիտեն թե շատ լավ հասկանում են թե ինչ հետևանքներ են լինելու։ Իսկ հետևանքները լինելու կատաստրոֆիկ հետևանքներ։ Բայց այդ կատաստրոֆիկ հետևանքներին ոչ ժողովուրդն է հիմա հասկանում, որտեղ ժողովրդին ոչ մեկ չի բացատրում դա։ Հիմա քանի որ ժողովրդին ոչ մեկ չի բացատրում, ժողովրդի մասը դիտորդի կարճակու մանով նայումա թե ինչ է լինելու, ասենք սեպտեմբերին, հոկտեմբերին կամած վատանոլ է, մարդիկ ասում են, բա ինչի վատացավ, ասում են դե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատա, հետո կամ հետո վերջում հունվարից վրա արդեն գազը 3 անգամ թանկանալու է, մարդիկ արդեն շոկի մեջ ասում են, բա ինչի մենք դրա մասին չգիտենք, հիմա նոր ենք իմանում, հասկանում ես ինչ, բայց դրա քաղաքակիրթ աշխարհում դրա մասին տեղեկացնում են ով լրագրողները, քաղաքական վերնախավի ներկայացուցիչ։ Իսկ ինչով են զբաղված այսօրվա քաղաքական վերնախավի։ Պարոն Բոզյան, այս տաղավարում ինչքան եք խոսել դրա մասին, բոլոր դերվագները որքան է բարձրաձայնվել։ Չէ, դրա մասին Հայաստանի ներկայացուցիչներից եւ ինձանից մեկ էլ, չգիտեմ, Ծառուկյանից, էլ ով է դրա մասին խոսում։ Ոչ մեկ։ Մեծ մասը խոսում է, չգիտեմ, ադրբեջանցիների վերադարձի մասին, մեծ մասը խոսում է, չգիտեմ, Տիգրանաշյանի մասին, որոնք Պարոն Բոզյան, մենք հասկանում ենք, որ գործ ունենք մի ժողովրդի հետ, որին ավելի շատ հուզում են սոցիալական խնդիրները, քան օրինակ անվտանգային հարցերը, որովհետև երբ որ այդ ադրբեջանցին գա, չի ասելու, այ դու Նիկոլ Փաշինյանի սատարող ես, դու անդիմադիր, քեզ չենք քո հասարակության հետ անկես լինես։ Նախ եւ առաջ էդի մենակ սոցիալ-տնտեսական խնդիր, դա անվտանգային խնդիր է։ Եթե գազի գինը թանկացավ, գազի գինը որ դա անվտանգային խնդիր է դառնում, հասկանում ես։ Հետո ժողովուրդ ուզում է անկեղծություն, անկեղծ է ուզում, որ իր հետ շփվեն, ոչ թե խաբեն։ Հասկանում ես, խայտ բռնելը դա լավ բան չի քաղաքականության մեջ։ Կարող է կյանքում կենցաղային լավ բան է, բայց քաղաքականության մեջ դա լավ բան չի։ Դա համար ժողովուրդը ինքը ուզում է որ անկեղծություն չի տեսնում, ինքը հիասթափվում է այդ ամեն ինչից։ Դա համար մարդիկ պետքա սովորեն մարդկանց հետ առերեսվել մինչև վերջ անկեղծ։ Այսօր անկեղծությունը կարա փրկի մեր երկիրը, այս խայտարակությունից, որտեղ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, աներևակայելի է, նույնիսկ եմ ասում բնության բոլոր օրենքներին հակասող գործընթաց է գնում, երբ որ մարդիկ, երբ որ ամեն ինչը պրավալ են տվել, մինչև հիմա մնացել են իշխանության։
Եվ մենք նաև տեսանք հայտարարությունը պատմության մեջ առաջին անգամ նորընտիր ազգային ժողովը չստացավ վեհապար Հայրապետի օրհնությունը եւ տեսնում ենք իրենց լկտի պահվածքը մեկը Տարոն Չախոյանը ինչպիսի լկտի ձևակերպումներ ուղում վեհապար Հայրապետի հասցեին գիտենք որ Ավազանի անունով են իրենք դիմում խնդրեմ նաև այս մասով իմիջիայլոց Շատերը կանխատեսում են, որ հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար Հայրապետի դեմ գրոհին նոր ալիք է բարձրանալու, խնդրեմ այս մասով դուք ինչ կարծիք ունեք, եւ այս շաբաթվա վերջել վեհապար Հայրապետը դատարանում լինելու։ Ես չեմ բացառում, որտեղ այս մարդիկ գալով իշխանության, իրանք ամբողջական ուզում են փոխեն ոչ միայն երկրի տնտեսական զարգացման ուղին, ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորը, նաև երկրի ժողովրդի ինքնությունը։ Ինքնության խնդիրի փոփոխության խնդիրը նույնպես դրած է օրակարգի առաջ եւ այդ խնդիրը իրանց վրա դրված է իրանց տերերի կողմից։ Դա շատ པարզ խնդիր է, մենք բոլորս դրա մասին գիտենք։ Ընդ որում եկեղեցու դեմ պայքարը նոր չի սկսվել։ Եկեղեցու դեմ ռեալ պայքարը սկսել է անցյալ տարվանից, երբ որ իրանց հրանք տվեցին Ադրբեջանից, որպեսզի դուք սկսեք, որովհետեւ միակ ռևանշիստական կառույցը վնասվել է եկեղեցին, դա շատ པարզ նորություն չկա։ Տրամաբանական էր որ պետք է կաթողիկոսին չհրավիրեին ազգային ժողով, տրամաբանական էր որ իրան դեմ պետք է ինչ-որ գործողություն անեն, շատ տրամաբանական է, բայց ինչ եք սպասում։ Ինչ նոր թափ կստանա, կանխատեսում եք։ Դե իրեք ես չեմ կարա չափագրեմ թե ինչքան թափը մեծ կլինի կամ փոքր։ Դա կապված է հասարակության դիմադրողական պոտենցիալից։ Այս պայծությամբ հասարակական դիմադրողական պոտենցիալը շատ թույլ է, որովհետև այս ազգային ժողով դու չես կարա լուրջ մակարդակի դիմադրողական համակարգ ստեղծես, դիմադրողական համակարգ հնարավոր ստեղծել, եթե դու փողոցային շարժում տանեիր, բայց փողոցային շարժում տանելով պետք է մի հատ նոր էլիտա, որը կարողանա ունակ լինի այդ process տանել, այդպիսի էլիտա ես չեմ տեսնում։ Դրա համար էլ ասենք իշխանությունը այս պայծությամբ ցանկացած քայլ կարա դիմի եւ հասնի իր նպատակին, ցավոք սրտի։ Եվ պարոն Բոզոյան, մեզ համար շատ կարևոր է հարևան երկիր Իրանը ինչ վիճակում է այս պահին, պատերազմը շարունակվում է, Փեզեշքյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ նախագահի պաշտոնից, Թրամփի հետ կապված Թրամփը խոսում էր բանակցությունների մասին, բայց նախորդ բանակցությունների արդյունքում նորից ռումբերը պայթեցին, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ Իրանի մասով մենք կարող ենք չանհանգստանալ, ի տարբերություն մեզ Իրանը շատ ավելի բարվոք վիճակի մեջ է, Իրանի ժողովուրդը շատ ավելի իրան արժանապատիվ ազգում, Իրանը 2500 տարվա չընդհատվող պետականություն է ունեցել, մենք ալ շատ եթե մտածենք մեր մասին, որ մենք ընդամենը 30 տարվա պետականություն ունենք եւ մինչեւ էլ 600 տարի պետականություն չենք ունեցել, մենք դրա մասին ավելի շատ մտածենք, ավելի ակտուալ կլինի, որտեւ Աստված տա Իրանին, Իրանը մեծ հաշվով իր խնդիրները կլուծի, ավելին կարամ ասեմ, Իրանը դեռ այն պոտենցիալը ունի, որ կարող է նաև աջակցի մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մեր պետականությունը պահպանենք։ Այսինքն չկա օբյեկտիվ պատճառներ Հայաստանի պետականության վերացման համար։ Չնայած սուբյեկտիվ գործոնը անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ, որ Հայաստանի պետականությունը քանդվի, բայց այնուամենայնիվ նույնպես եմ ասում, շատ ավելի օբյեկտիվ գործոններ կան, որոնք թույլ չեն տալիս դա, եւ Աստված տա, որ թե Իրանը, թե Ռուսաստանը, թե Չինաստանը իրենց շահերը այնպեսին կլինի, որ այնուամենայնիվ իրանք իրենց մեսիջներով, ազդակներով, բաներով թույլ չեն տա, որ Հայաստանի պետականությունը վերջնականապես կործանվի, որովհետև ցավոք սրտի եմ ասում ես, մեր հասարակությունը փլուզված, քանդված վիճակի մեջ է, բարոյական իմաստով ուղղակի քայքայված վիճակի մեջ է, բայց այդ քայքայման վիճակի պատճառները շատ ավելի խորքային են, ավելի խորն են, որի մասին մի առանձին մի հատ մեծ խոսակցություն իմաստ ունի անել։ Եվ պարոն Բոզոյան, այս օրերին մենք տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի ընկերությունները ինչպես են գողանում, խլում, իմջալոց հետագայում պարզ է, չէ, որ պարոն Ծառուկյանը իր ունեցվածքը կվերադարձնի միջազգային դատարաններով մինչև անգամ, բայց այս իրականությունը, այս փաստը ինչպես եք մեկնաբանում, մուլտիվելնեսը գողացան, իրենց դրոշը քաղաքապետարի տարել դրել են եւ նոր անվանումով ասում են եկեք մարզվեք, Արարատ ցեմենտը գողացել են, մյուս ընկերությունները փակ են, մարդիկ գործազուրկ են, աշխատանքից զրկված են, հարկադիր պարապորտի են մատնված եւ գումար չեն ստանում ապրելու համար։ Ես մի կարևոր դրվագ եմ ուզում դրա մասին խոսեմ։ Իսկ ուր է Հայաստանի բիզնես խավը, որ ծպտուն չի հանում։ Այդ բիզնես խավը ինչ արժեք ունի, գրոշի արժեք չունի, որ ծպտուն չի անում, իրանք մտածում են, որ իրանց չի հասնելու այս ամենը, իրանք մտածում են, որ երբ որ սեփականության ինստիտուտի ոչնչացման process-ը գնում, խաղի կանոնն է հաստատվում, վաղը մյուս օրը իրանց չի հասնի, որտեղ իրանք իրանց խելոք են պահում դրա համար,
Ես չսխալվում են իրանք։ Դա եւս ցույց է տալիս թե դա եւս ցույց է տալիս որ տեսեք ժամանակին նույն Գագիկ Ծառուկյանը եւս դա գիտեք ինչ եմ ասնախոս որ Հայաստանում բիզնես վերնախավ գոյություն չունի։ Դրանք դարչոների համակարգ են։ Դրանք կուպի Պրադայի մարդկանց մի հատ խավ է, որոնք հանգամանքների պատահական մակարդակով իրանց մեծ սեփականությունը հայտնվել է ձեռքում, իրանք ապրում են օրվա կուրսով։ Այդ մարդիկ ոչ խելք ունեն, ոչ միտք ունեն, ոչ ռազմավարական նպատակներ ունեն, ոչ լուրջ իդեալներ ունեն, դրանք ով են, որ այս պայմաններում իրանք տպտուն չեն անում։ Հիմա փաստացի սեփականության ինստիտուտի բանի համար պետք է մենք խոսենք, մենք պայքարենք կամ քաղաքական գործիչները պետք է խոսեն դրա մասին։ Ես ուղղակի զարմացած եմ։ Կամ երբ որ լսում եմ Ծառուկյանի բանը օբյեկտներից մարդիկ ասում են թե մեզ հետաքրքիր չի թե բանը սեփականությունն ու պատկանում, կարևորը մենք աշխատենք։ Այդ ինչ մտածողություն է։ Այսինքն այդ մարդը փաստացի իրան ասում է կարևոր չի թե ինքը ինչ կա, դե այդ մտածողության պատճառով էլ Հայաստանը այս վիճակի մեջ է։ Այսինքն կարևոր չի թե Ծառուկյանի սեփականությունը, Ծառուկյանինը կլինի, Էրդողանինը կլինի, Ալիևինը կլինի, կարևորը որ ինքը իր աշխատանքը ունենա, հա։ Այս մենք այտենց քաղաքացի ենք ձևավորել այս 30 տարվա մեջ, Մարիամ։ Դրա համար մենք sense պետություն ունենք։ Այս տիպի քաղաքացին ինչ իրավունք ունի լավ ապրելու, երբ որ ինքը ասում է, ինձ հետաքրքիր չէ Ծառուկյանը, դուք գնացեք վերևները կռվեք, ես կարևորը որ գործ ունենամ։ Ու հասկանում ես, դա մտածողություն չի, դա կներեք, ես չեմ ուզում վիրավորեմ պարզապես, դա քաղաքացու մտածողություն չի, դա հոմո սապիենսի մտածողություն էլ չի։ Սենց ասեմ քեզ։ Դա ամոթալի մտածողություն է, ապրողակի ամոթալի։ Այդ ձեր նշած դարչոները գիտակցում ունեն, որ կապ չունի դու Նիկոլ Փաշինյանի սիրելին ես, սրտին ես, ինչն ես, որ բայն ուզի առավոտը կարտնանա եւ Ես դրա համար եմ ասում դա։ Ձեր սիթիները պետականացնում եմ, ինձ է պատկանում։ Հարամ ջան, դրա համար եմ ասում Հայաստանում զիմզիմովների եւ դարչոնի դասակարգ է ձևավորված։ Ցավոք սրտի այդ սեփականաշման գործընթացի արդյունքում մենք չունեցանք լուրջ մակարդակի պետական վերնախավ, տնտեսական վերնախավ, քաղաքական վերնախավ։ Մենք ունեցանք զիմզիմովների եւ դարչոնների վերնախավ։ Դա եմ ուզում ասել, իսկ դարչոնը զիմզիմովը կարան պետական գիտակցություն ունենան, իհարկե ոչ։ Դրա համար իրանք մտածում են, որ դե Ծառուկյանը հասկանալի է, ընտրությունների ժամանակ իրան լավ չի պահել, իրան պատժում են։ Ինչ չեն վերադառնա, ինչ չեն գտնի, որտեվ ես ճուտոն չզբաղվել քաղաքականության մոդելով եմ շարժվում։ Բայց ինքը լավ չի էլ հասկանում, որ վաղը մյուս օրը կարող է իր կոմերցիոն շահը հակասի պետական համակարգի ինչ-որ մեկի կոմերցիոն շահը, ինքը ինչ-որ մի հատ բան բստերի եւ իր ձեռից բանը վեր չի հասկանում դա։ Անգրագետա չի ադամել դարչո է, զիմզիմովա։ Մարդ որ հասկանար ինքը, երբ որ այս քո վերնախավը տենց է դարել, մենք 30 տարվա մեջ չենք ձևավորել նորմալ մակարդակի ոչ քաղաքական վերնախավ ենք ձևավորել, ոչ տնտեսական, ոչ բիզնես, ոչ մի լուրջ վերնախավ չկա։ Սա պատահական պետությունն է, պատահական ժողովուրդով, պատահական մարդկանցով, որ հանգամանքների բերումով ապրում են։ Էս է խնդիրի իրականությունը։